Միասնեցիներ, այս հաղթանակը, որ նրանք տարան, դա տարած հաղթանակ չէր, հաղթանակը մերն էր, հաղթանակը Սևակինն էր։ Սևակ, ուզում եմ քեզ շնորհավորեմ քո պահած դրսևորած վերաբերմունքի նկատմամբ, քեզ պահած այդպիսի արժանի գրագետ տղայի նկատմամբ, ուզում եմ քեզ շնորհավորեմ քո մտածելակերպի համար եւ այն էջմիածնեցիները, որոնք չդավաճանեցին ավադույթներին եւ մեր զանգերի ղողանջներին, ուզում եմ շնորհավորեմ նրանց։ Իրոք մենք տարել ենք հաղթանակ։ Նրանց ամբողջ ռեսուրսներով, վախեցնելով, պրոկուրատուրաներով նրանք չկարեցան հաղթանակ տանել։ Սա չի կոչվում հաղթանակ, սա կոչվում է մեր հաղթանակը գողացան։ Բայց այն մարդիկ, ովքեր դավաճանեցին իրենց ավանդույթներին, ովքեր վախեցան նիկոլներից եւ վախեցան վլասներից, հավատացեք ինձ, գալու է օրը դուք ամանչելու եք ձեր արածի համար, ձեր ամանչելու եք ձեր երեխաների, ձեր որդիների, ձեր թոռների դեմ, որտեղ ազգը մեր միշտ հանջվել է իր ոչ անկախ լինելու, դավաճանելու իրան ավանդույթները։ Բայց ուզում եմ շնորհավորեմ քեզ Սևակ, իմ էջմիածնեցիներին մեր տարած հաղթանակի հանդեպ, բայց մեծ հաղթանակը դեր առջևում է, որ մենք բոլորով իրար հետ տանելու ենք։ Կարա չկասկածեք դրանում, նրանք արդեն պարտված են։ Դուք հիմա տեսնելով հասկանում եք, որ նրանք պարտված են։ Այս բոլոր ինչ որ արել են, տասնապատիկ վերադառնալու է իրանց։ Այդպես շնորհավորում եմ նորից իմ համակարգացիներին, որոնք լսեցին մեր ձայնը, որոնք լսեցին Սևակի ձայնը, որոնք չեն գնում ընտրության աթոռի համար, այլ գնում են իրենց ավադույթների եւ իրանց վաղվա օրվա համար, շնորհավոր բոլորիդ, ապրեք, ամեն։